Դատախազության ներքին վերահսկողության մեխանիզմներին, դրանք սահմանվում են դատախազության կանոնակարգով, որի համաձայն դատախազությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է գլխավոր դատախազը և նրա տեղակալները։ Միևնույն ժամանակ դատախազության կայքում բացակայում են ռազմավարական պլանավորման փաստաթղթեր և ներքին կարգապահական կանոնների հաստատման վերաբերյալ հրապարակային տվյալներ։ Բացի այդ, կանոնադրությամբ սահմանված է ներքին աուդիտի բաժնի առկայությունը, սակայն դրա գործառույթները կանոնադրությամբ սահմանված չեն և չնայած 24 թվականին հաստատվել է ներքին աուդիտի կոմիտեի կազմը, կայքում բացակայում են որևէ տեղեկություններ 21-ից 24 թվականներին իրականացված ներքին աուդիտների և դրանց գնահատման հաշվետվությունների մասին։ Այս խնդիրը կարելի ասել ոչ միայն դատախազությանն է վերաբերվում, այլ համակարգային է բոլոր պետական մարմիններին և արձանագրվել է նաև Սիգմայի 25 թվականի զեկույցում, ըստ որի թեև ներքին աուդիտը օրենսդրորեն կարգավորված է, դրա որակը, հաշվետվողականությունը և անկախ գնահատումները սահմանափակ են, ինչի հետևանքով դրա արդյունավետությունը ու հաստատությունը նվազում են։ Ուրեմն հաջորդ ցուցանիշը վերաբերվում է դատախազության գործունեության ընկալմանը և նշենք այստեղ, որ դատախազությունը որպես կառույց չի իրականացրել հանրային կարծիքի ուսումնասիրություններ և առկա հանրային կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրության իրազեկվածությունը հակակոռուպցիոն մարմինների վերաբերյալ առհասարակ շատ ցածր է, իսկ դատախազության մասին գիտելիքները հատկապես սահմանափակ է։ Ընդամենը 4,7% հարցվածները տեղեկացված են դրա հակակոռուպցիոն գործունեությունից և միաժամանակ հանրային ընկալումները բացասական են դատախազության կոռումպացվածության վերաբերյալ, հարցվածների շուրջ 60%-ը համարում է, որ դատախազությունը ամբողջությամբ կամ մասամբ կոռումպացված է։ Ընդհանուր առմամբ, երբ որ խոսում ենք բողոքների քննության և կարգապահական պատասխանատվության մեխանիզմների մասին, դատախազությունում առկա են իրավականորեն ձևավորված և գործնականում կիրառվող մեխանիզմներ։ Բարևարկության ապահովման ներքին մեխանիզմները կառուցված են համապարփակ իրավական կարգավորման վրա, որը ներառում է վարքագծի պարտադիր կանոններ, վերահսկողության հստակ համակարգ, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության կիրառման ընթացակարգեր։ Միաժամանակ այս պահանջները համալրվում են շահերի բախման, նվերների սահմանափակման և անհամատեղելիության վերաբերյալ նորմերով, փոխկապակցված հանրային ծառայության մասին օրենքի կարգավորումներին։ Սակայն այն հանգամանքը, որ 21-ից 24 թվականների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել բարևարկության վերաբերյալ, կարող է վկայել ոչ միայն համակարգի արդյունավետության, այլև որոշ դեպքերում վերահսկողության և բացահայտման մեխանիզմների սահմանափակ արդյունավետության մասին, ինչը ենթադրում է դրանց շարունակական կատարելագործման անհրաժեշտություն։ Անդրադառնալով դատախազության կողմից կոռուպցիոն հանցագործությունների հետապնդման չափանիշին, այստեղ նշենք, որ հիմք են հանդիսացել նույնպես 9 ցուցանիշներ, հասանելիությունը բողոքատուներին, տեղեկատուներին և ազդարարներին, արձագանքողականությունը կոռուպցիային առնչվող հաղորդումներին և բողոքներին, դատախազության նախաձեռնողականությունը, կոռուպցիային առնչվող արհեստավարժությունը, արդյունավետությունը, հետապնդումների և դատապարտումների ցուցանիշը, քաղաքական ազդեցություն ունեցող և բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հետապնդումների ցուցանիշը և փոխհատուցում ակտիվների վերադարձ և դատախազության կատարողականների ընկալում։ Միջինից ցածր միավորներ է հավաքել այս ցուցանիշների խումբը, ապահովելով 18 առավելագույնից ընդամենը 8 միավոր։ Այսպիսով
դատախազության հասանելիությունը բողոքատուներին, տեղեկատվություն ներկայացնողներին եւ ազդարարողներին ապահովել է դատախազության կայքի, էլեկտրոնային փոստի, Facebook-յան էջի, հեռախոսահամարի կամ նամակների տեսքով։ Միևնույն ժամանակ դատախազությունը չունի թեժգից, հետադարձ կապի առցանց գործիք կամ անանուն հաղորդումների ընդունման առանձին մեխանիզմ, բացառությամբ Ազդարիր AM հարթակի, որով բոլոր մարմիններին առնչվող անանուն հաղորդումները հասցեագրվում են գլխավոր դատախազությանը։ Այսպիսով, օրինակ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով 24 թվականին ստացվել է 380 հաղորդում, որից 301-ը եղել են անանուն, իսկ 79-ը տվյալներում ներկայացված։ Այսինքն ազդարողների եւ բողոքների միայն փոքր մասն է պատրաստական եղել բացահայտել իր ինքնությունը, ուրեմն ստորագրված հաղորդումների տեսակարար կշիռը կազմել է շուրջ 25%։ Չնայած ազդարարման համակարգի օրենսդրության առկայությանը, գործնական տվյալները վկայում են, որ ազդարարների մեծամասնությունը շարունակում է նախընտրել անանուն հաղորդումները։ Սա մատնանշում է ինչպես դատախազության, այնպես էլ առհասարակ պետական մարմինների նկատմամբ սահմանափակ վստահության, ազդարարների պաշտպանության գործնական մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ ընկալման պակասի մասին։ Քաղաքացիների դիմում բողոքներին, տեղեկատվություն ներկայացողներին եւ լրատվամիջոցների հրապարակումներին արձագանքողականության տեսանկյունից բավականին արդյունավետ է գործում դատախազությունը, միջինում 21-ից 24 թվականին 98% է կազմել արձագանքողականությունը, թեև դիմում բողոքների քանակը եւ կոռուպցիոն հաղորդումները պահպանվում են բարձր մակարդակով, դրանց զգալի մասը լուծվում է պարզաբանման, մերժման կամ այլ մարմիններին փոխանցման միջոցով։ Այստեղ շատ կարևոր է նախաձեռնողականության չափանիշը, որը ուրեմն ցույց է տալիս, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում իրականացված ուսումնասիրությունների գերակշիռ մասը մեկնարկել է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Սեփական նախաձեռնությամբ մեկնարկել է ընդամենը ուրեմն 24 թվականին ընդամենը 7 ուսումնասիրություն, այսինքն 4.29% ընդհանուր ուսումնասիրություններից, իսկ 23 թվականին նախաձեռնողականությունը կազմել է 11%, 22-ին 2.5%։ Ուրեմն այսպիսով միջինացված նախաձեռնողականությունը նշված վարչության կազմել է շուրջ 4.4%, ինչը վկայում է, որ ուսումնասիրությունների 95-ից 100%-ը մեկնարկում են արտաքին ազդակների վրա եւ վարչության գործունեությունը կրում է ռեակտիվ, այլ ոչ թե պրոակտիվ բնույթ։ Ինչ վերաբերվում է հակակոռուպցիոն կոմիտեում միջդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությանը, այստեղ վերջին տարիներին նախաձեռնողական աճ է դիտվում, այսպես եթե 22 թվականի նախաձեռնողականության մակարդակը կազմել է 6.3%, 24 թվականին արդեն շուրջ 21% է կազմել նախաձեռնողականությունը, սակայն չնայած որ թվերը քառապատիկ աճել են, միջինացված նախաձեռնողականությունը շարունակում է մնալ համեմատաբար ցածր, մոտ 13.3%։